Այսօր Պատանի հանդիսատես թատրոնի աշխատակիցները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Մենք այսօր ենք ժողովի ընթացքում տեղեկացանք, որ այո, մենք 3 ամիս քաղաքապետարանից փոխանցում չենք ունեցել եւ 2 ամիս շարունակ, այսինքն փետրվար եւ մարտ ամիսները մենք մեր աշխատավարձը ստացել ենք թատրոնի ռեսուրսներով, այսինքն այն ինչ կուտակել էր թատրոնը, այն ինչ թատրոնի աշխատած գումարն էր համարվում հունվար ամսից, այսինքն բոլորին հայտնի է, որ յուրաքանչյուր պետական հիմնարկներ, ՊՕԱԿ կլինի, ՀՕԱԿ կլինի, բոլորը պետք է ստանան իրենց տարվա տարեկան գումարը, մենք հունվար ամսից փոխանցում չենք ունեցել եւ արդեն այսօր ապրիլի 15-ն է եւ մենք Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններով մինչև այսօր, իսկ դուք գիտեք յուրաքանչյուր պետական հիմնարկություն ըստ օրենքի սահմանված երևի կարգով պետք է որ մինչև ամսի 15-ը իրենց աշխատավարձերը ստանան։ Եվ այդ խնդրով եւ այդ բողոքով, քանի որ այսօր արդեն ամսի 15-ն է, չստանալով աշխատավարձ, մենք հայտնվել ենք քաղաքապետարանի դիմաց։ Խնդիրը մենք ինքներս չգիտենք, պատճառը մենք ինքներս չգիտենք, փորձում ենք հիմա պարզել, արդեն ներսում են վաստակավոր եւ ժողովրդական արտիստներից մի քանի հոգի եւ հուսամ, որ պիտի պարզաբանվի այս խնդիրը։ Այսօր 100-ից ավելի աշխատակիցներ տնօրենի հետ ժողովում եք եղել։ Տնօրենը քաղաքապետարանից որևէ պատասխան, արձագանք, թեկուզ իր կողմից ինչ-որ պատասխան չի տվել։ Տնօրենը ներկայացրեց, որ պարոն Թորոսյանը որ անընդհատ դիմել է եւ ինչ-որ ձգձգել են պատասխանել, նույնիսկ նամակներ ուղարկվել է քաղաքապետարան, որպեսզի բացատրություն տրվի եւ դրանք են մնացել անպատասխան։ Այսինքն սուբսիդիա չի կատարվել 3 ամիսների ընթացքում։ Ինչ եք կարծում, քաղաքապետարանը այդ գումարները, որը որ պիտի հատկացներ ձեր թատրոնին, որտեղ է այդ գումարները։ Դա ես չեմ կարող պատասխանել, դրա համար մենք այստեղ ենք, հասկանանք, տեսնենք ինչի, որովհետև դա կներեք, բայց մի քիչ ռիսկովնի խոսամ, դա խուլիգանություն է, էլի, ոնց կարելի է 3 ամիս շարունակ ինչ որ բան չփոխանցել եւ բոլորիս հայտնի է, որ թատրոնի աշխատավարձը շատ փոքր աշխատավարձ է, նույնիսկ հումորով աղքատավարձ է այս կտրվածքով եւ մի մոռացեք, որ եթե դերասանը լավ, ենթադրենք մեկը սերիալում են խաղում, մեկը դուբլյաժ են անում, մեկը դասախոս է աշխատում եւ վաստակում է կողքից գումար, թատրոնում միայն դերասան չի աշխատում, թատրոնում աշխատում է պահակ, թատրոնում աշխատում է մաքրուհի, թատրոնում աշխատում է հանդերձապահ եւ այլն եւ այլն։ Եթե քաղաքապետարանը ձեզ չարձագանքի եւ այնպիսի պատասխան չտա, որը որ ձեզ կգոհացնի, ձեր հետագա քայլերը որոնք են լինելու։ Հետագա քայլերը պետք է նստել եւ ավելի շատ սառը դատել, մտածել, բնականաբար պետք է մտածես այնպիսի քայլեր, որ խելացի գործես, դա չվնասի թատրոնին, դա չվնասի քո աշխատանքին եւ այլն, նաեւ դա չվնասի վերջո քո գրպանին։ Այդ ձեր աշխատողներից դերասաններից մեկը ասաց, որ մնացած թատրոններին գումարը հատկացվել է, փոխանցումը կատարվել է, բայց ձեր թատրոնին չի փոխանցվել։ Սա ինչի հետ եք կապում դուք։ Չգիտեմ, անկեղծ ես չգիտեմ, թե հիմա օրինակ քաղաքապետարանը ինչի չի փոխանցել, կառավարությունը ինչի դա հարմար չի գտել, որովհետև երևի չեմ սխալվի ասել, որ 3 թատրոններ են, որ քաղաքապետարանի ենթակայության տակ են։ Դա Պատանի հանդիսատեսի թատրոնն է, Մհեր Մկրտչյանի արտիստական թատրոնի եւ Երևանի Հրաչյա Ղափրանյանի անվան դրամատիկական թատրոնը։ Այդ թե մենք ինչու ենք ընկել այդ քարկտիկը դարել, դա պիտի որ հասկանանք, չգիտենք։